Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Սյունիքից հայտնում են, ադրբեջանական կողմը այս գիշերել է կրակել, ռազմական գերատեսչությունը հաստատում է, բայց պնդում, խախտումները ինտենսիվ չէին։ Լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Խորհրդարանում քննարկում են Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Դատախազից փորձում էին ճշտել, արդյոք սա քաղաքական պատվեր է։ Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ինչ է նշանակում այս օրենքի ընդունումը։ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա անող լրագրողներին։ Պահանջներ քննել լրագրողին վիրավորած ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ 3 օր բանակցելուց և հրադադարի շուրջ համաձայնության գալուց հետո Կրեմլը նախապայմաններ է նշել մի շարք պատժամիջոցների վերացում։ Ադրբեջանը այս գիշերել է կրակել Սյունիքի մարզի սահմանային գոտում Խնածախի և Խոզնավարի բնակիչները ասում են, կրակոցների ձայները լսում են արդեն 6-րդ օրը։ Պաշտպանության նախարարությունը բնակիչների և լրատվամիջոցների հաղորդումներից հետո միայն հայտնեց, թե այդ կրակոցները չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Ռազմական գերատեսչությունը այսօր էլ շարունակում է պնդել, թե ինտենսիվ խախտումներ չեն արձանագրել։ Այս կրակոցները ամեն գիշեր լսող գյուղացիները մինչդեռ անհանգիստ են։ Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից Խնածախից ու Խոզնավարից հայտնում են, որ ադրբեջանական կողմն այս գիշերել է կրակել։ Գյուղացիների խոսքով ադրբեջանցիները երբեմն նաև շինությունների կամ դաշտերի ուղղությամբ են կրակում։ Ունենք փոքր երեխաներ, մանկահասակ, որ տեղից թռնում են, վայ կրակեցին։ Հիմա այս պահին երեխա է, բայց Սարաբախով ապրում են։ Չգիտեմ ինչ կլինի, ոնց կլինի։ Մենք Արցախից ենք եկել, 12 տարին դեղ ապրել եմ, 44 օրյային եկել ենք ստեղ։ Հիմա էլ եկել ենք ստեղ ասենք, չգիտեմ ինչ կլինի։ Գյուղացիներն ասում են, այս կրակոցները լսում են արդեն 6-րդ օրը, վերջին օրերին տագնապած են։ Պաշտպանության նախարարը մինչդեռ այսօր անդրադառնալով կրակոցների վերաբերյալ հարցին, պնդեց, թե դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։ Ես երեք հետևել եմ դրա հոսին, տեղյակ եմ և գրառումներից և նաև տեսանյութերն եմ դիտել և նաև դրանով պայմանավորված պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Եվ բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Ռազմական գերատեսչության ղեկավարը հարցի լուծումը դիվանագիտությամբ է տեսնում։ Պաշտպանության նախարարությունը ուշով հետևում է ամենին և դրա լուծման ճանապարհը մենք կարծում ենք, որ դիվանագիտական ճանապարհն է և մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում և իրականացնում։ Այսօր ավելի վաղ նախարարությունից Ազատությանը հայտնել էին, որ հայկական դիրքերի ուղղությամբ թիրախային նպատակային կրակոցներ կամ ինտենսիվ խախտումներ չեն արձանագրվել։ Գյուղերի ուղղությամբ թիրախային կրակոցների վերաբերյալ ևս ըստ ռազմական կառույցի այդ պահի դրությամբ տեղեկություններ չեն ստացել։ Հրադադարի ինտենսիվ, էական և թիրախային խախտման պարագայում Պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Իշխող ուժից սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ էր այսօր խորհրդանում պնդում, կրակոցները թիրախային չեն, բայց պատգամավորը չթաքցրեց, գյուղերում անհանգստություն կա։ Անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա այն առումով, որ կրկնում եմ, նախ իրանք ինտենսիվ բնույթ չեն կրում, երկրորդը չեն թիրախավորում կոնկրետ մեր դիրքերը և այսպես ասած հենց այդ անհանգստությունը առաջացնելու պատճառով է արվում։ Մեծամասամբ և իհարկե խաղաղության օրակարգը նսեմացնելու համար է արվում։ Մինչդեռ և Խնածախից և Խոզնավարից հայտնում են, որ կրակոցները վերջին օրերին պարբերական են։ Ադրբեջանցիները սկսում են գիշերը, ավարտում լուսադեմին մոտ։ 10:20 արդեն սկսում են կրակել մինչև 4:00
20 Պարզապես օդ են կրակում, թե նաև ինչ-որ շինությունների ուղղությամբ։ Ինչ որ ուղղություններով էլ են կրակում, օդել են կրակում, տարբեր։ Խնածախից Կամելա Օհանյանն ասում է, վերջին մի քանի օրում միայն կրակոցների պարբերականությունն է փոխվել։ Առաջ ժամը մի անգամ էր, հիմա 2 ժամը մի անգամ կրակում է։ Ադրբեջանական կրակոցների մասին տեղեկությունները հաստատում է նաև Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։ Պաշտոնյան սակայն եւս պնդում է, գյուղի վրա չեն կրակում։ Խոզնավարում կրակոցների վերաբերյալ նաև Երևանից տեսանյութեր են տարածվում համացանցում, որոնք նկարահանված են գիշերային ժամերին։ Հիմա հանգիստ է, լրիվ նորմալնի, մարդիկ իրենց նորմալի կյանքով ապրում են։ Կրակոցները հերվից լսվում է, ոչ թե գյուղի վրա են կրակում, ոչ թե ես պոստի վրա են կրակում, ուղղակի հերվից լսվում է, կարող է իրաց պոլիգոնում են կրակում, շատ գիտենք։ Ենքան որ ոչ տենում են կրակողում, ոչ էլ բանագարի գյուղի վրա։ Մինչդեռ հենց Խոզնավարից երեք Ազատությանը գյուղացիներից մեկը պատմել էր, որ ադրբեջանական կողմն անգամ դաշտերին է կրակել, որտեղ աշխատելիս է եղել։ Երեք դաշտում վարանելու, դաշտային գործեր էլ ես վար ենք որանը, այդտեղ է վարանելուց ես անձամբ ես մեր վրա էլ ենք վրա։ Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոտքում հնչած կրակոցների մասին, սակայն Պաշտպանության նախարարը խուսափել էր ուղիղ պատասխանել հարցին եւ միայն հայտնել, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին։ Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար։ Պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր ադրբեջանական կողմի պնդումները։ Ադրբեջանական կողմից հնչող կրակոցների ֆոնին նոր բանավեճ է ծագել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը երեկ կրկնեց, որ Երևանը պատրաստ է հնարավորինս արագ դնել իր ստորագրությունը պայմանագրի տակ, բայց ադրբեջանական կողմը շարունակում է նախապայմաններ թելադրել։ Բաքուն սա անհիմն մեղադրանք է որակել, ու մինչ Հայաստանի իշխանական վերնախավում կարծում են, որ Բաքուն այսպիսով ժամանակ է ձգում, ընդդիմությունը հարց է բարձրացնում, իսկ ինչ է անում հայկական կողմը այդ նախապայմանները կասեցնելու համար։ Հայ-ադրբեջանական համաձայնությանը պետք է հետևի խաղաղության պայմանագրի ստորագրում, հայտարարեց ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով հարցին. Հայաստանը պատրաստ է քննարկել Բաքվի նախապայմանները։ Հայաստանը պատրաստ է նրան, ինչ առաջարկել է։ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրման ժամկետի եւ վայրի շուրջ։ Սա այն օրակարգն է, որը մենք առաջարկում ենք Ադրբեջանին դրա շուրջ բանակցություններ խորհրդակցություններ վարելու։ Չի ստացվում պատերազմի առիթ ազգային ժողովի փոխնախագահը չի տեսնում, բայց վտանգ կարծում է կա։ Վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին, բայց մենք ինչ ենք անում, մենք շարժում ենք խաղաղության ուղղությամբ։ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է։ Պետդեպարտամենտը Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հեռախոսազրույցից մանրամասներ փոխանցեց, որ այս հարցում Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են։ Զրույցի մասին կողմերը 3 ուշ երեկոյան տեղեկացրին։ Մինչև հիմա չի հաղորդվել Ռուբիո-Ալիև շփման մասին։ Այն դեպքում, երբ խաղաղության պայմանագիրը շուտապույտ ստորագրելու Երևանի առաջարկներին ի պատասխան Ադրբեջանը կրկին նախապայմաններ է առաջ քաշում։ Մինչ միջազգային հանրությունը, նրանց թվում Միացյալ Նահանգները, ողջունում են խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական համաձայնությունը, հնարավորինս արագ ստորագրելու կոչեր անում, Երևանն ու Բաքուն շարունակում են հրապարակային մեղադրանքներ փոխանակել։ Հայաստանի արտգործնախարարն իր վերջին հարցազրույցում է մտահոգություն հայտնել, որ խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Ադրբեջանը այս պահին փորձում է առնվազն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Բաքվից հնչած վերջին հայտարարությունից ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի տպավորությունն է։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքվի առաջ քաշած նախապայմանների մասին Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հակադարձեց։ Պնդումը անհիմն որակեց։ Հայաստանի արտգործնախարարին ըստ Այխան Հաջիզադեի հայտնի էին սահմանադրական փոփոխությունների
եւ Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջները, քանի որ դրանք բանակցային թեմա են եղել վերջին 2.5 տարում։ Բաքվից էլի պնդեցին, եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, պետք է անհապաղ փոխի սահմանադրությունն ու չխուսափի Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համագործակցությունից։ Այս արձագանքը մի քիչ տարակուսելի է, որովհետև արտգործնախարարը նշել է, որ այո, խաղաղության պայմանագրի նախագծի քննարկմանը զուգահեռ հայտնի են եղել Հայաստանին այս ադրբեջանական կողմի այս նախապայմանները կամ պահանջները, երբ որ հարցը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, նախ եթե նույնիսկ լինեին Հայաստանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ, ինչպիսիք չկան, ապա խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ լուծում է այդ հարցը։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա այս հարցի նկատմամբ մենք բաց ենք։ Ադրբեջանը այդ բանակցային գործընթացի ընթացքում մեկ-մեկի ծանոթների նախապայմաններ է առաջ քաշել, որոնք վերաբերում են երկրի գործերի ներքին գործերի ուղիղ միջամտությանը։ Եվ սա Արարատ Միրզոյանի համար չի կարող նորություն լինել, որտեղ ինքը բանակցել է դրա մասին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը կարծում է 3 տարվա բանակցության արդյունքում ստացվել է մի փաստաթուղթ, որն ամրագրում է Ադրբեջանի ձեռքբերումները, դուռը չի փակում նորերի համար։ Արարատ Միրզոյանի մանիպուլյացիան որն է, ասում է, որ տարբեր նախապայմաններ, որոնց մասին խոսել ենք այդ թվում նաև մենք, օրինակ այս պայմանագրում արտացոլված չեն որպես կետ։ Լավ, եկեք հարցին այսպես մոտնանք, որ մի ադրբեջանական նախապայմանի համար են դուր փակել այս փաստաթղթով։ Որ մեկը, որ մեկն են այնպես արել, որպեսզի Ադրբեջանը այլևս չկարողանա այդ նախապայմանը բարձրացնել։ Միջանցքի հարցը Ադրբեջանի արել են, ոչ, այս պայմանագրով չկա որևէ կետ, որով իրենք հետո կարող են Ադրբեջանին արգելել, բարձրացնել նորից այդ հարցը։ Սահմանադրության փոփոխության հարցը Ադրբեջանը բարձրացնում է արել են, ոչ, հակառակ բանն են արել, պայմանավորվել են, որ որևէ ներպետական օրենք չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ պայմանավորվածությունների կատարման համար։ Ադրբեջանը չի կարող մյուս նախապայմաններն էլ չստորագրելու հիմք դարձնել։ Հիմա սահմանադրության փոփոխությունն է ու Մինսկի խմբի լուծարումը։ Եթե քաղաքական կամք չկա խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ քաղաքական կամք այն ձգձգելու, այո, իրավացի եք այդ պահանջները եւ ոչ միայն այս պահանջները, նորանոր պահանջներ կարող են ի հայտ գալ։ Մենք շարունակելու ենք նույն համառությամբ աշխատել եւ պնդել, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրել օր առաջ եւ նաեւ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնենք այս հարցի վրա, ինչը մեզ հաջողվում է։ Իդեպ 3 Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը Բաքվի դաշնակից Անկարայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, հույս հայտնելով, որ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում։ Արցախյան ազատագրական շարժումը մեկնարկել էր 1988-ի փետրվարին։ Փաշինյանը ընդգծեց, որ խաղաղության այն ճանապարհը, որով գնում են, գերիների հարցի լուծման ամենաարդյունավետ ճամփան է։ Իսկ հարցոպատասխանի վերջում վարչապետը կոշտ սպառնալիքներ հնչեցրեց այս անգամ 3 նախկին նախագահներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Այսօր ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այս միտքը, հիմնավորելով, թե արդյունավետը խաղաղության իրենց ընտրած ճանապարհն է։ Հենց այդ պատճառով է Երևանը պատրաստ կատարել խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական պայմանն ու լուծարել Մինսկի խումբը, բայց Փաշինյանը կրկին ժամկետ չնշեց։ Առանց սեթևե թանկի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, բայց ինչու ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Շուրջ 4 տասնամյակ շարունակվող Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու մասին հայտարարությունը դահլիճում կրքեր բորբոքեց։ Դաշնակցական Գեգամ Մանուկյանը զայրացավ։ Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։
Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում ա կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չեմ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Երկու շաբաթ առաջ ավարտելով խաղաղության պայմանագրի բանակցությունները Երևանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Բաքուն մինչդեռ Մինսկի խմբի լուծարումից բացի նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայման դրեց։ Այդ թվում նաև այդ պատճառով, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը, արդեն համաձայնեցված նախագիծը այդ հարցը լուծում է, դա պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ սահմանադրությունների եւ այլնի հետ կապված մտավախությունների լուծման ճանապարհը ռացիոնալ մոտեցում ոչ թե նա, որ եկեք մենք ասենք դե ուրեմն սահմանադրությունը փոխեք, որ խաղաղության որ մտավախությունները փարատվեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլ մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Վարչապետն այդպես էլ չպատասխանեց ընդդիմադիրների հարցին խաղաղության պայմանագրով ինչ է զիջել Ադրբեջանը։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000 չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Վապրոսն է միլիոն, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Պաթոսով, ման ինչ, իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ տենց ինչ որ ցնցվելով, բանանելով, տենց ինչ որ ձեզ թվում է թե պաթոսի ձեր ասացի, ասինքն մերկությունը թաքցնելու եք։ Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Հաստացի չկարողացաք գոնե մի կետ ասել, որ Ադրբեջանը զիջում է։ Փոխարենը Փաշինյանը այսօր կրկին բացեց նախկին նախագահների հետ բանավեճի թեման, այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Իրենք հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, մենք բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծորներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին խրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վերենգեք տեղները, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղաք։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույցեր ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ասաց Վաշինգտոնում էլ են համոզված, որ խաղաղության պայմանագիրը պետք է արագ ստորագրվի։ Երկուսն այն կարծիքին էինք, որ այս արդյունքը չպետք է կորսվի եւ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս արագ պետք է ստորագրվի եւ ավերածվի, այսինքն ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության օրակարգը ըստ Փաշինյանի շարունակում է նույնքան հրատապ լինել նաև Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Ինչ է նշանակում այս օրենքի ընդունումը։ Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա անող լրագրողներին։ Պահանջներ քննել լրագրողին վիրավորած ՔՊԱ-ական Անդրանիկ Քոչարյանի վարքը։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ 3 օր բանակցելուց եւ հրադադարի շուրջ համաձայնության գալուց հետո Կրեմլը նախապայմաններ է նշել մի շարք պատժամիջոցների վերացում։ Ազգային ժողովը այսօր ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Ինչ է սա նշանակում։ Ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչները, այս ամենը ընդամենը քաղաքական կամքի մասին է եւ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում։ Կրեմլը բազմիցս է իր մտահոգությունը հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ։ Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Որոշումն ընդունվել է։ Սա Հայաստանի պատմության մեջ թերևս ամենակարճ օրինագիծն է։ Այն բաղկացած է 25 բառից կազմված միայն մեկ նախադասությունից։ Օրենքը խորհրդարանում ծայրից ծայր կարդաց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Նախագիծն ազգային ժողով էր բերել Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունը։ Մինչ այդ նրանք ստորագրություններ էին հավաքել, որ կարողանան օրենքը խորհրդարանի քննարկմանը դնել։ Նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նշեց, որ ստորագրությունները հավաքվել են շատ արագ, սահմանված ժամկետի կեսում արդեն անհրաժեշտ ստորագրություններից կրկնակի շատ էին հավաքել։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը անդամակցի Եվրոպական միությանը։ Այնուամենայնիվ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծից հանվել է արտահայտելով ժողովրդի կամքը արտահայտությունը։ 60,000 քաղաքացի ներկայացրել է իր առաջարկը, մենք այն կարող էինք կամ ընդունել, կամ մերժել, սակայն ընդունելուց ճիշտ չէր լինի, որ մենք արձանագրեինք, որ մենք արտահայտում ենք ամբողջ ժողովրդի կամքը, որովհետև դրա համար կա մեկ այլ ինստիտուտ, հանրաքվեն։ Քանի որ հարցը հանրաքվեով չի որոշվում, այս նկատառումով այդ նախադասությունը հանվել է։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցի եւ քննադատեց նախագիծը։ Գործընթացը համարեց իշխող մեծամասնության արկածախնդրությունը, իսկ բուն օրինագիծը բաժակաճառ։ Սա օրենք չի, օրենքի ծաղր է։ Այսօր անպարգորգոր հայտարարություններ անել եւ այն էլ վերել այսպիսի մի ըստ էության հայտարարություն, բայց ոչ օրենք եւ պարտադրել Հայաստանի պարլամենտի նման օրենքի ընդունումը դա մերժելի է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին քննադատեց Հայաստան խմբակցությանը քվեարկությանը չմասնակցելու համար։ Բոլոր այն դեպքերում, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները եւ ամրապնդել իր անվտանգությունը, դուք բնականաբար գնում եք հին կոտրած տաշտակի արչև կանգնելու ճանապարհով։ Ինչ է նշանակում այս օրենքի ընդունումը։ Այն չի ենթադրում, որ Եվրամիության անդամակցության հարցով առաջիկայում հանրաքվե կանցկացվի։ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու գործընթաց Հայաստանը դեռ չի նախաձեռնել։ Դրա համար այլ ընթացակարգեր են նախատեսված։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը այսօր շեշտեց, թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին եւ Հայաստանի որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը, բայց այն Եվրամիության անդամակցության հայտ չէ։ Օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության հորացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության։ Ըստ Եվրամիության ներկայացուցիչների Հայաստանի Եվրամիության անդամակցությունը երկար ժամանակ եւ ջանքեր է պահանջելու։ Անդամակցության ճանապարհին Հայաստանն ահռելի բարեփոխումներ պիտի իրականացնի։ Երկրի օրենսդրությունը արդարադատության ոլորտից մինչև սոցիալական եվրոպական չափանիշներին համապատասխանեցնի։ Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նախագիծը Հայաստանի ձգտումներն է ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունը, պետությունը արձանագրում է իր իղձը։ Իսկ իշխող ուժի ներկայացուցիչներն այն համարում են իրենց քաղաքական կամքի արտահայտությունը։ Այս օրենքը արտահայտում է կամքը։ Օրինագիծն ընդունվեց 64 կողմ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կողմային իշխող քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն ու խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը։ Աղազարյանի կուսակից Հակոբ Ասլանյանը դեմ էր։ Դեմ էին նաև անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանն ու պատիվ ունեմ խմբակցության պատգամավորները։
Խորհրդանում այսօր քննարկում էին իշխող թիմի նախկին անդամ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Գլխավոր դատախազներ այսօր ներկայացնում միջնորդությունը։ Խորհրդանի կողմ քվեարկելու դեպքում երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդում կհարուցվի։ Ընդդիմությունը այսօր դատախազից փորձում էր ճշտել։ Արդյոք սա քաղաքական պատվեր է, ինչու հիմա որոշեցին զրկել նրանց մանդատից։ Բոլորին էլ հայտնի է, որ Հովիկ Աղազարյանի այդ չորկողության պատճառով դուրս չեկավ, մանդատը չդրեց, դրա համար դուք այսօր այստեղ եք։ Ինչու գլխավոր դատախազը պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետևից չէր գնում խորհրդարան, երբ Աղազարյանը իշխող թիմում էր, բոլոր ԿՊԱ-կանների պես պաշտպանում էր Փաշինյանի քաղաքական գիծն ու չէր մերժել մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը։ Ընդդիմադիր պատգամավորները գլխավոր դատախազից այս հարցի պատասխանն էին պահանջում։ Քանի որ մենք գործ ունենք բազմադրվակ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը եւ ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։ Խորհրդարանում այսօր քննարկում էին Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Երկու քրեական գործով Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի Աղազարյանին առաջարկել են խոշոր կաշառքի դիմաց միջնորդել ոչխարներ արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի կեղծ փաստաթղթերով։ Ըստ քրեական գործի քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունքներ են տվել, որ Սևանում հանդիպել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու առաջարկել գործարքը։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200-ից 300 հազար դոլար, 150-ից 200 հազար գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ 300 հազար դոլար կաշառք։ Հայաստանում այդքան ոչխար չկա։ Հայաստանում այդ պայն եղել է 600 հազար ոչխար, սա բոլորը միասին վերցրած ամբողջ Հայաստանում։ Երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն եւ հետեւաբար քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաեւ կամ համաձայնություն տալ կամ հրաժարվել։ Մյուս քրեական գործով էլ Արամ Մկրտչյան անունով քաղաքացին ցուցմունք է տվել, թե Աղազարյանին 23000 դոլար է տվել, որ միջնորդի բազմաբնակարան շենքի կառուցապատման թույլտվության համար։ Աղազարյանը գործը տապալել է, գումարը հետ չի տվել։ Այսպես կոչված 23000 դոլարի կաշառքի գործով ոչ մի անգամ չեմ հարցաքննվել։ Պատգամավոր Աղազարյանը պնդում է, որ այս քրեական գործի մասին տեղեկացել է գլխավոր դատախազի միջնորդագրից։ Իրեն ոչ մի անգամ չեն հրավիրել հարցաքննության, երբ այս գործը ըստ գլխավոր դատախազի 2023-ից է հարուցվել։ Աղազարյանն ասաց, իր դեմ ցուցմունք տված մարդուն 8000 դոլար պարտք է եղել, վերադարձրել է։ Բացի այդ, դեռ 2024-ի հունվարին ոստիկանություն է դիմել այդ զրպարտության համար, բայց գործին ընթացք չեն տվել։ Գրողը տանի, ոնց է, մի հատ ուղիղ ցուցմունք չկա։ Ինքը խոսացել է, ձանագել է, ուղարկել է, այդ անուղակի ցուցմունք է, դուք ո՞նց եք հիմք ընդունում եք, ես չէ իրավաբան լրելով անհանգստանում եմ։ Բնականաբար քաղաքական ճնշումը վարչապետի հրահանգով է, ինչի մասնախոսք, ինչ կասկած կա։ Վարչապետի հրահանգով է եւ բոլոր ինստիտուտները, բացի բանից, ներքին գործերի համակարգից, բոլոր ինստիտուտները լծված են այդ գործի վրա։ Պատգամավոր Աղազարյանի ու իշխող քաղաքացիական պայմանագրի հարաբերությունները լարվեցին անցած տարեվերջին, երբ Փաշինյանը SMS-ով խնդրել էր Աղազարյանը մանդատը վայր դնի։ Նա մերժեց, հետո Աղազարյանին հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից։ Ընդդիմադիրները հենց այս հիմքով էլ պնդում էին, որ սա հաշվեհարդար է նախկին թիմակցի նկատմամբ ու գլխավոր դատախազը իրենց ձևակերպմամբ քաղաքական պատվեր է կատարում։ Միջնորդագրի հետ կապ չունեցող եւ միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցին վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու։ Տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործիչները ստեղ եկել են ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ իրանք եկել են իրանց հասանելի քաղաքական դիվիդենդը քաղելու եւ տանելու համար։ Նախկին թիմակիցներն էլ Աղազարյանին ու գլխավոր դատախազին հարցեր ունեին, քրեական գործի բովանդակությունից մինչև քաղաքական։ Դուք այս քրեական գործի գոյությունը կապում եք այն բանի հետ, որ դուք հրաժարվել եք մանդատը վայր դնելու կուսակցության, կրկնում եմ, կուսակցության հորդորին։ Ես չեմ կապում այդ մի գործը, չեմ կապում իմ հետ տեղի ունեցած այս վերջի երևույթների հետ։ Իսկ երկրորդը միանշանակորեն կապում եմ այդ հանգամանքի հետ։ Աղազարյանը հայտարարում էր, թե Փաշինյանն իրեն մեկուսացնում է քաղաքականությունից, քանի որ ներթիմային հարցերում երբեմն ընդդիմացել է նրա քաղաքական դիրքորոշումներին։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։
Կարող եք ասել օրինակ, այսում խոսքերն են արված մոտավորապես ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ։ Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք։ Իմ խոսքերն են։ Չեմ հրաժարվում։ Եվ ասացի, որ չեմ հրաժարվում, պարոն Գաբրիելյան, բայց այն բանից հետո, որ դուք ինձ հեռացրեցիք կուսակցությունից, արդեն դուք ամենալավը չեք։ Եվ շատ վատն եք։ Բայց իմ խոսքերն են։ Տիկին դատախազ Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունն Նիկոլ Փաշինյանը հավերժ պետք է պաշտոնավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք ցմահազատազրկումները։ 6 ժամ տևած քննարկման ընթացքում ընդդիմադիրները փորձում էին հիմնավորել, որ գլխավոր դատախազին քաղաքական պատվերն է խորհրդարան բերել։ Արսեն Թորոսյանը կոവിഡ്ի գործով հարցաքննվեց, որևէ զարգացում այդպես էլ չեղավ, որովհետև Արսեն Թորոսյանը լոյալ է Նիկոլ Փաշինյանին եւ օրը 30 հարցազրույց է տալիս արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները։ Անիֆի գործով լռեք, Անիֆի գործով որևէ զարգացում այդպես էլ տեղի չի ունենում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ գործող անձանց մասով նպատակահարմար չի համարում, որ տեղի ունենան իրավական պրոցեսներ։ Քննարկումը վաղը կշարունակվի, հաջորդը ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։ Երևանի նախկին քաղաքապետի գործով կասկածներ կան, որ նա մանկապարտեզների ու դպրոցների տարածքներ է ապօրինի օտարել։ Տարոն Մարգարյանը դա համարում է քաղաքական հետապնդում։ Այս հարցով քննարկման ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցի։ Քվեարկությունը գաղտնի է։ Իշխող թիմի ձայները բավարար են անձեռնմխելիությունից զրկելու համար։ Ազգային ժողովը այսօր իրադարձությունների կենտրոնում էր, միջադեպ է այնտեղ նաև տեղի ունեցել անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացրել են լրագրողներին օթյակից, երբ վերջիներս ակցիա էին անում ի պաշտպանություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի։ Մի քանի օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿՊԱ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր կոշտ տոնով պահանջել լրագրողից հեռանալ իր կողքից, ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք։ Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրություններ էր հավաքել, որպեսզի խորհրդարանը նախաձեռնի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով Քոչարյանի վարքը քննելու համար։ Այսօր այդ նամակը վարչապետին է հասել։ Իրադարձություններին հետևել է Շողիկ Գալստյանը։ Քիչ առաջ այստեղ միջադեպ տեղի ունեցավ լրագրողների եւ ազգային ժողովի անվտանգության աշխատակիցների միջև լրագրողները Հռիփսիմե Ջեբեջյանի մասնակցությամբ այստեղ փորձում էին ակցիա իրականացնել կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկին նրանք պաստառ էին բերել օթյակ, որում պատկերված էր քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը եւ լրագրողները պատրաստվում էին պաստառները վեր պարզել եւ հրավիրել պատգամավորների կառավարության անդամների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը այդ ակցիայով վերջերս տեղի ունեցած միջադեպի մասով եւ երբ այն պահին երբ փորձում էին այդ պաստառը վեր բարձրացնել, երբ պատգամավորներն ու վարչապետը ներս մտան դալիճ, անվտանգության աշխատակիցները ազգային ժողովի պաստառը խլեցին լրագրողների ձեռքից եւ դուրս բերեցին օթյակից։ Արդեն միջանցքում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին մոտեցավ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձեց հասկանալ օթյակում ինչ էր տեղի ունեցել եւ վստահեցրեց, թե ինքը անվտանգության աշխատակիցներին լրագրողներից պաստառը խլելու հրահանգ չի տվել։ Որևիցե մեկը չի ասում, որ սխալ բան եք անում, եկեք այս կողմ ակցիա անելու տեղ վայր չի դա։ Այստեղ էին նաև ընդդիմադիր պատգամավորները, օթյակում Գեղամ Մանուկյանը, Թագուհի Թովմասյանը, նրանք ազգային ժողովի անվտանգության աշխատակիցների գործողությունները որակեցին ապօրինություն, նրանց տրված հրահանգը եւս պնդեցին, որ ամեն դեպքում հրահանգ է եղել, այդպիսի պնդում արեց կոնկրետ Թագուհի Թովմասյանը եւ նշեց, թե Ալեն Սիմոնյանը ինչքան էլ հակառակն է հավաստիացնում, այդուհանդերձ անվտանգության
աշխատակիցները առանց իր հրահանգի չէին կարող մոտենալ այստեղ եւ լրագրողներից քաշքշելով նրանց խլել այդ պաստառները։ Քպեի պատգամավորը նստած, որը ժամանակին ազգային ժողովի ամբյոնից պլակատ է պահել, Խանտարյան Սարգիսը։ Գնացեք Սարգիսի միացնեցեք, ո՞նց է փողով են ժամանակ պլակատ դրնել։ Այս հրահանգը ազգային ժողովի ղեկավարության կողմից է տրվել, ինչքան իրանք փորձ անեն դեպի ներքև ավելի իջեցնել աշխատակազմի ղեկավարի մակարդակ, ես կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակում եւ կայացվել է քաղաքական որոշում հենց Ալեն Սիմոնյանի կողմից, որ եկել այստեղ փորձում է երկակի չափանիշներով ինչ ա եղել Ռիփսի մեջ ինչով օգտակար լինեմ։ Խիչ գիտեիք Ռիփսի մեջ ինչ ա եղել։ Մինչև ակցիա իրականացնելը լրագրող Ռիփսի Մեջեբեջյանը նաև մինչ կառավարության հետ հարց ու պատասխանի մեկնարկը նամակ փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրագրողը նշում է, որ ինքը հույս ունի նաև, որ Նիկոլ Փաշինյանը թիմում կքննարկի Անդրանիկ Քոչարյանի վարքը եւ ինքը եւս կխրախուսի, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որպես ՔՊ վարչության նախագահ իր օժանդակություն ասեմ, աջակցություն ասեմ, որպեսզի քննի գոնե եւ թիմի ներսում եւ թիմից դուրս քննի իր թիմակցի վարքը, որովհետեւ իմ կարծիքով մեր երկրում նման падգամավոր ունենալը անթույլատրելի է։ Ընդդիմադիր խմբակցությունները արդեն իրենց պատրաստակամությունը հայտնել են Ռիփսի Մեջեբեջյանին աջակցելու այդ հարցում եւ էթիկայի հանձնաժողովի ձևավորման համար պատրաստ են անհրաժեշտ քայլերը իրականացնել, սակայն այս դեպքում կարևոր է նաև իշխող մեծամասնության դիրքորոշումը, որպեսզի հանձնաժողովը ձևավորվի, պետք է որ նրանք անհրաժեշտ քվեները ապահովեն կազմահաստատելու համար։ Մինչ այս պահը քաղաքացիական պայմանագրից առանձին падգամավորներ եղել են, որ նշել են, թե վատ են գնահատում Անդրանիկ Քոչարյանի եւ Ռիփսի Մեջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպը, սակայն հստակ դիրքորոշում չեն հայտնել։ Պետք է որ էթիկայի հանձնաժողով ձևավորվի եւ այս հարցը դառնա հանձնաժողովի քննարկման առարկա, թե ոչ։ Սրա մասով դեռ հստակ դիրքորոշում իշխող մեծամասնությունը չի հայտնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կարող են դիմել հավելյալ ճնշումների, եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդարված իսրայելցիները ազատ չարձակվեն։ Չնայած հունվարին հաստատված հրադադարին Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց հարվածները Գազայի ուղղությամբ, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։ Արմատական Համասն էլ հայտարարել էր, պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելը ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից եւ դադարեցնի ռազմական գործողությունները։ Վերջին օրերին մենք ականատես եղանք եւս մեկ փոփոխության, մենք տեսանք մի բան, որը երբեք նախկինում չէինք տեսել։ Մենք տեսանք մարդաշատ ցույցեր Գազայում ընդդեմ Համասի իշխանության։ Մենք արդեն տեսել էինք բազմաթիվ Համասին աջակցող ցույցեր եվրոպական մայրաքաղաքներում, համալսարաններում, Ամերիկայում, բայց այսպիսի ցույցեր հենց Գազայում ընդդեմ Համասի նման բան դեռ չէինք տեսել։ Ավելի ու ավելի շատ պաղեստինցիներ Գազայում հասկանում են, որ Համասը իրենց ավեր եւ կործանում է բերում։ Եվ սա կարեւոր է, այս ամենը ցույց է տալիս, որ մեր քաղաքականությունը գործում է։ זה כולל תפיסת שטחים וזה כולל עוד דברים שאני לא אפרט כאן. Ստամբուլի քաղաքային խորհուրդը այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել, որը պետք է փոխարինի նախորդ շաբաթ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքական ընդդիմության 6 օր անընդմեջ շարունակվող ցույցերի ֆոնին այսօր նախագահ Էրդողանն էլ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն տրվի ընդդիմության սադրանքներին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին։ Թուրքիայի նախագահի խոսքով, սակայն Ստամբուլի քաղաքապետարանում կատարված սիրավախախտումների մասին վկայող փաստաթղթերը քննիչներին է ներկայացրել հենց ընդդիմության ներկայացուցիչները։ Եվ վերջում մեր ազատության շուրջ զարգացումների մասին։ Միացյալ Նահանգների դատարանը ժամանակավորապես կասեցրել է ռադիոկայանը փակելու քայլերը, բավարարելով ռադիոկայանի պահանջը ընդդեմ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալության։ Դատարանի որոշմամբ մինչև գործի բուն լսումները գործակալությունը պետք է ձեռն պահ մնա ազատության փակման ուղղված քայլերից։ Գործակալության ղեկավարությունը չի կարող մեկ արտահայտությամբ գրեթե առանց հիմնավորման ստիպել
Ազատություն ռադիոկայանին դադարեցնել գործունեությունը, նույնիսկ եթե դա նախագահի հրամանն է, հայտարարել է դատավորը։ Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ այսօր իր լիակատար աջակցությունն է հայտնել ռադիոկայանին, նշելով, որ կաջակցի դրա առաքելությանը, տրամադրելու անկախ լրագրության տարածաշրջաններում, որտեղ մամուլի ազատությունը սպառնալիքի տակ է։ Տասնյակ ամերիկացի օրենսդիրներ էլ այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին են կոչ արել չեղարկել Միացյալ Նահանգների գլոբալ մեդիա գործակալությունը փակելու մասին իր հրամանագիրը, պնդելով, որ այդ քայլը վնասակար ազդեցություն կունենա իր հեռարձակողների, այդ թվում Ազատ Եվրոպա, Ազատություն ռադիոկայանի վրա եւ միայն կօգնի Միացյալ Նահանգների հակառակորդներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այժմ համար այսքանն ենք նախատեսվել։ Հաջողություն։